Ինչպիսին են այսօր հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը փաստում է, անցնում են հասունացման և վերափոխման փուլ։ Պաշտպանության նախարարության կոլեգիան ամփոփել է զինված ուժերի 2025 թվականի արդյունքները։ Դեղամիջոցները կփոխհատուցեն հավանաբար ամենաէժանները։ 65 տարեկանից բարձր տարիք ունեցողների բժշկական սպասարկումը հունվարի 1-ից պետությունը վերցնում է իր վրա։ Դարի չարիքը ծնողները երեխաների համար պետք է սահմանեն սմարթֆոն գործածելու սահմանափակումներ, ահազանգում են հոգեբանները։ ԿԳՄՍ-ի հետ քայլը ռևերանսներով այբենարանում կիրառվող QR կոդը կվերացնեն, Մեստրոպ Մաշտոցի նկարը կվերականգնեն։ Ինչ տրամադրությամբ են Գորիսում պատրաստվում ամանորին։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ինչպիսին են այսօր հայ-ռուսական հարաբերությունները։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, որ այն ներկայում դժվարին փուլում է, բայց դրանք չեն կարող մեկուսացվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացներից։ Ռուսական կողմը միշտ հստակ հայտարարել է, մենք հայ ժողովրդին դիտարկում ենք որպես եղբայրական ժողովուրդ, իսկ Հայաստանին որպես միութենական պետություն, նշել է դիվանագետը։ Չնայած հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են, արտաքին ներգործությամբ հայ-ռուսական հարաբերությունները ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պահպանում են իրենց էությունը։ Այդ բարդ փուլը ըստ Կոպիրկինի չի կարող մեկուսանալ տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներից։ Չնայած բոլոր խնդիրներին ու դժվարություններին, մենք կպաշտպանենք այդ հարաբերություններն արտաքին գործոնների անբարենպաստ ներգործությունից։ Սերգեյ Կոպիրկինն ասում է, Մոսկվան Հայաստանին միշտ դիտարկել եւ դիտարկում է որպես դաշնակից երկիր, իսկ հայերին եղբայրական ժողովուրդ։ Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, դեսպանը հայտնում է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը ապահովում են եռակողմ ձևաչափով փաստաթղթերը, բարձր մակարդակի հայտարարությունները, որոնք ընդունվել են 2020-ից 22 թվականներին։ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ մենք հիմա հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այն ձևով ու չափով, որը պետք է կողմերին։ Դեպի Եվրամիություն թե զարգացնել հարաբերությունները դաշնակից ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ։ Դեսպան Կոպիրկինի ձևակերպմամբ Ռուսաստանի նախագահը եւս խոսել է Հայաստանի Եվրոպական միություն մտնելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքն ընդունելու մասին։ Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները հայ հանրությանը կբացատրեն եվրոպական կողմնորոշմամբ եվրասիական ինտեգրացիայից հրաժարվելու հետևանքների մասին։ Կներկայացվեն դրական եւ բացասական կողմերը, հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները, քանի որ դա անխուսափելիորեն շատ լուրջ հետևանքներ կունենա հայ բնակչության կյանքի որակի համար։ Ինչ վերաբերում է մնացածին, մենք հարգում ենք մեր դաշնակցի ընտրությունը։ Հայաստան-Ռուսաստան տնտեսական գործակցության մասին դեսպան Կոպիրկինը հղումանելով վիճակագրությանը նշում է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների էական նվազում կա, սակայն դիվանագետը հղումանելով փորձագետներին ասում է, չպետք է խուճապի մատնվել։ Դեսպանի դիտարկմամբ ԵԱՏՄ անդամ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության զգալի չափով նվազումը տեղի է ունեցել իրավիճակային գործոնների հաշվին, ներառյալ վերարտանումը, որոնք նախորդ տարիներին ապրանքաշրջանառության աճ են բերել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պաշտպանության նախարարության կոլեգիան ամփոփել է զինված ուժերի 2025 թվականի արդյունքները, քննարկվել են զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Աստրյանը ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքները ու առաջիկա անելիքները։ Նիստի ավարտին Սուրեն Պապիկյանը լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել է փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ։ Պարոն նախարար, գեներալ Պողոսյան, ներկայանում եմ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության։ Դուրս բերել զինված ուժերի մարտական դրոշները
եւ զինված ուժերի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչը։ 65 տարի լրացած քաղաքացու պարտադիր առողջապահական ապահովագրությունը ենթադրում է, որ եթե վատ առողջ եք եւ պետք է ինչ-որ դեղ ընդունեք օրինակ ջերմիջեցնող, ապա պետությունը կտրամադրի այն, բայց ոչ այն, ինչ դուք եք ուզում, ասենք եվրոպական կամ ամերիկյան արտադրության։ Եթե դա ավելի էժան կա, կառավարությունը կհատուցի այդքան գումարը, ուզում ես թանկը, դու վճարի մնացածը։ 2026-ի հունվարի 1-ից 65 տարեկանից բարձր տարիք ունեցողները պետք է որ ֆիքսեն փոփոխություններ իրենց կյանքում։ Պետությունն ամբողջությամբ փոխհատուցելու է նրանց բժշկական սպասարկումը։ Դե պետություն ասելով նկատի ունենք մեզ, աշխատող մարդկանց, որոնց աշխատավարձերից պահումներ են կատարելու ապահովագրական ֆոնդն անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար։ Կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ փոխհատուցվելու են ոչ միայն շահառու խմբերին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, այլև դեղամիջոցները։ Մենք ոչ թե դեղի ֆիրմա ենք ասում ենք այսինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետև ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, որովհետև բնության մեջ սկզբունքորեն անալգինը։ Ինչպես թթվածինը, ջրածինը։ Այսինքն փոխհատուցվելու է ազդող նյութը, որից տարբեր անվանումներով կարող են արտադրել տարբեր ընկերություններ՝ եվրոպական, ամերիկյան եւ ասիական։ Դրանց գներն էլ կարող են միմյանցից բավականին տարբերվել։ Խնդիրն այն է, որ մեր դեպքում ընտրվելու է ամենամատչելի օրինակը եւ փոխհատուցվելու է հենց դրա արժեքը։ Իսկ ինչ տարբերություն, եթե ազդող նյութը բոլորի մեջ նույնն է, կացնեն քաղաքացիները։ Կա օրինակ ռուսական կամ ուկրաինական, բելարուսական արտադրության պարացետամոլ, որը արժի չգիտեմ 200 դրամ 10 կոճակը, նույն պանադոլը, որը որ պարացետամոլն է, հա, արժի 1000 կամ 1500 դրամ։ Ոնց է ստացվում, որ 5 անգամ թանկ է։ Այսինքն նույն ազդող նյութով դեղերի միջև կա էական որակական տարբերություն։ Հարցն այն է, թե ինչպես է օրգանիզմում տարածվում ազդող նյութը, որ օրգանների վրա է ազդում եւ ինչպես է դուրս գալիս օրգանիզմից։ Սա լուրջ լաբորատոր հետազոտություններն են միայն ցույց տալիս, որոնք Հայաստանում հիմնականում չեն անցկացվում։ Ռուսական պարացետամոլը միանգամից կարող է ազդի, մյուսները խմում են նույն պարացետամոլ, օրինակ եվրոպականը միանգամից չազդի, բայց ինչու այն, որը որ միանգամից ազդում է, կարող է այլ օրգանների համար, օրինակ ջերմությունը իջացնի, բայց այլ օրգաններին վնաս տա, բայց մյուս պարացետամոլը, որը որ ավելի մեղմ է, հա, նրա վնասակարությունը ավելի քիչ է լինում։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այստեղ մի խնդիր եւս կա։ Իսկ ինչ են անելու առողջապահության ապահովագրության համակարգի այն շահառուները, որոնց համար նշանակված դեղամիջոցները Հայաստանում չկան, այսինքն կան, բայց լեգալ չեն վաճառվում։ Խոսքը ոչ թե դեղի, այլ հենց ազդող նյութի մասն է։ Մեր պետության նման պետությունում պետք է մոտավորապես մի 8000-9000 անվանում դեղորայք լինի, բայց Հայաստանում գրանցված է 3500 թե 3600 անվանում դեղորայք։ Մնացածը արդեն սկսում է սև շուկայով։ Ասում եմ հիմա եթե դու նշանակեցիր, այսինքն պետք է պացիենտը գնա, տեղատնից առնի, հետո դրանք փոխհատուցվի, ճիշտ է, հա։ Հիմա ինքը չի կարա տեղատնից այդ դեղը պաշտոնապես առնի, որ դու հետո պետությունն էլ փոխհատուցի էդի։ Այս խնդրի լուծման համար մասնագետները բազմիցս առաջարկներ են արել կառավարությանը։ Հարցն այն է, որ Հայաստանում դեղերի գրանցման վճարը բավականին բարձր է եւ դեղ ներկրողների համար ոչ ձեռնտու։ Բազմաթիվ նոր դեղամիջոցների գրանցման process-ը կազմակերպելու համար, այնպես որ առողջապահական ապահովագրությունից օգտվողների համար այս խնդիրը շարունակելու է մնալ չլուծված։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Դարի չարիքը ծնողները երեխաների համար պետք է սահմանեն սմարթֆոն գործածելու սահմանափակումներ, ահազանգում են հոգեբանները։ ԿԳՄՍ-ի հետ քայլը ռևերանսներով այբենարանում կիրառվող QR կոդը կվերացնեն, Մեստրոպ Մաշտոցի նկարը կվերականգնեն։ Ինչ տրամադրությամբ են Գորիսում պատրաստվում ամանորին։ Շարունակում ենք թողարկումը։
Իսրայելցի զինվորները կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղապահների վրա հարձակումները տեղի ունեցել Լիբանանը, Իսրայելը եւ Գոլանի բարձունքները բաժանող կապույտ գծի մոտ։ Մոտակայքում տեղի ունեցած նռնակի պայթյունից հետո Բաստաարա գյուղում գտնվող անցակետը ստուգող բարեկախումբը ենթարկվել է ՄԱԿ-ի կողմից նշանակված գծից հարավ տեղակայված իսրայելական զորքերի կողմից ինտենսիվ գնդացիրային կրակի։ Պայթյունի եւ կրակոցների հետևանքով մեկ խաղապահ թեթև ուղեղի ցնցում է ստացել, երկրորդ միջադեպի ժամանակ Քֆար Շուբա գյուղում մեկ այլ բարեկախում, որը կատարում էր սովորական առաքելություն, հայտնել է գնդացիրային կրակի մասին կապույտ գծի իսրայելական կողմից իրենց դիրքերի մոտ։ Առաքելությունը կոչ է արել իսրայելական կողմին դադարեցնել ագրեսիվ վարքագիծը եւ խաղաղապահների դեմ հարձակումները։ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել միջադեպերը։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև հրադադարի մասին համաձայնագիր ուժի մեջ է մտել։ Կողմերը համաձայնել են չմեծացնել իրենց ռազմական ներկայությունը սահմանամերձ շրջաներում եւ այնտեղ չուղարկել լրացուցիչ սարքավորումներ եւ զենք։ Երկու երկրների զորքերը շփման գծի երկայնքով պետք է առայժմ մնան տեղում եւ լիովին դադարեցնեն ռազմական գործողությունները, զենքի օգտագործումը եւ սադրանքները։ Դեկտեմբերի սկզբին երկու երկրների սահմանային շրջաններում մարտեր են սկսվել, կողմերը սկսել են մեղադրել միմյանց։ Թայլանդի զինված ուժերի տվյալներով դեկտեմբերի 22-ի դրությամբ բախումների ժամանակ զոհվել է 22 զինծառայող, ավելի քան 120-ը վիրավորվել։ Կամբոջայի իշխանությունները հայտնել են 30 քաղաքացիական անձի մահվան եւ 87 վիրավորի մասին։ Ինդոնեզիայում 4 հոգանոց իսպանական ընտանիք է անհետ կորել զբոսաշրջային նավակի խորտակումից հետո։ Պադաշ կղզու նեղուցում Լաբուան Բաջո հայտնի հանգստավայրի մոտ 11 հոգու տեղափոխող նավակ է խորտակվել։ 7 մարտ այդ թվում 2 իսպանացի զբոսաշրջիկ, անձնակազմի 4 անդամ եւ 1 ուղեկցորդ փրկվել են։ Նավահանգստի իշխանությունները նավի խորտակման պատճառը համարել են 3 մետր բարձրությամբ ալիքները։ Երեխային կարգապահություն սովորեցնելու խելամիտ եւ նպաստավոր եղանակը նրա հետ շատ ժամանակ անցկացնելն է։ Ժամանակակից աշխարհում առանց սմարթֆոնների գոյատևել անհնար է, դրանք արդիական եւ պահանջված է նաեւ երեխաների շրջանում։ Շատ ծնողներ պատճառաբանում են, թե սմարթֆոնը երեխայի հետ կապը պաշտպանելու համար է։ Ծնողները երեխաների համար պետք է սահմանեն սմարթֆոն գործածելու սահմանափակումներ։ Օրինակ, օրվա մեջ քանի ժամ է կարելի սմարթֆոնով զբաղվել կամ որ դեպքերում չի կարելի։ Ծնողների համար արդեն ծանոթ իրավիճակ է, երբ երեխան վերցնում է հեռախոսը մի փոքր խաղալու, բայց հայտնվում է անվերջ սքրոլի մեջ, որտեղ անհետանում է ժամանակի զգացողությունը եւ սկսում է գործել կախվածության մեխանիզմը։ Եթե ծնողը հեռախոսը չվերցնի երեխայի ձեռքից, նա կարող է ամբողջությամբ կորցնել ժամանակի զգացողությունը։ Ասում է հոգեբանն ու հավելում, գոնե պետք է գործեն ժամային սահմանափակումներ, որ կախվածություն չառաջացնեն։ Ներևս չապացուցված անգամ բան կա, որ հետազոտություններ գնում է հետազոտություններ, որ նորագոյացություն առաջանում անգամ ուղեղում եւ ոնց է մարդը սովածանում կամ ծարավում եւ այլն, նույնը այդ process-ին մասնակցելու ոնց որ բան պահանջմունք առաջանում մարդու։ Արդեն իր համար բովանդակություն եւ այլն էլ էական չի լինում։ Էականը process-ին մասնակցելը կամ այդ սայթում լինելը կամ խաղալը կամ մյուսել։ Ու մինչև ծնողները փորձում են գտնել իրենց երեխաներին պաշտպանելու տարբերակներ, որոշ երկրներ սկսել են խնդիրը կարգավորել պետական մակարդակով։ Օրինակ, Ավստրալիայում դեկտեմբերի 10-ից սոցիալական հարթակները պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի 16 տարեկանից փոքրերը չկարողանան օգտահաշիվներ բացել կամ օգտագործել։ Կառավարության տվյալներով սա աշխարհում առաջին նման քաղաքականությունն է։ Արգելքը կգործի Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, Snapchat-ում, YouTube-ում եւ այլ հարթակներում։ Այսպիսի մի լուծում էլ Դանիայի կառավարությունն է ձեռնարկել։ Այստեղ նախատեսվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը։ Ծնողները կարող են թույլատրել, որ երեխաները 13 տարեկանից սկսած օգտվեն սոցցանցերից, սակայն միայն հատուկ գնահատման գործընթաց անցնելուց հետո։ Կառավարությունը մտահոգված է երեխաները բախվում են վնասակար բովանդակության եւ հոգեբանական ճնշումների։ Խնդիրը ուղղակի այն է, որ ծնողները երեխաների հետ բավարար չեն շփվում եւ չեն զգուշացնում ցանցային վտանգների մասին։ Խնդիրը այն է, որ թվային գրագիտության բավական պատրաստվածություն երեխաները չեն ասում եւ մենք դրա հետևանքով մեծ թվով դեպքերի ենք ականատես լինում, երբ երեխաների օգտահաշիվներն են կոտրում, հետո սկսում է ծանոթանակի ենթարկել, on-line bullying-ի են ականատես լինում։ Փորձագետի կարծիքով ժամանակի ընթացքում նման պահանջները կարող են տարածվել նաև ինտերնետային ծառայություններ մատուցողների եւ բովանդակություն տարածողների վրա։ Երեխաների հարցը սակայն մնում է բաց, արդյոք դրանք կաշխատեն, երբ ալգորիթմներն ու առցանց միջավայրը շարունակում են մնալ նույնքան գրավիչ, իսկ վերահսկողությունը նույնքան դժվար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
ԿԳՄՍ-ն նահանջեց QR կոդ այբենարաններից վերացնելու Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերադարձնելու պահանջը կատարվել է։ Փորձագետները փաստում են, որ երբեմն հանրային արձագանքը դառնում է միակ գործոնը, որի արդյունքում սկսվում են փոփոխություններն ու շտկումները։ Այբենարաններում կիրառվող QR կոդը եկող տարի կվերացնեն ու կվերականգնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Կրթության նախարարը օրեր առաջ հայտարարեց, որ համաձայն է այն քննադատության հետ, որ որևէ բան չէր խանգարում ունենալ Մաշտոցի պատկերը դասագրքերում տպված։ Միևնույն ժամանակ Անդրեասյանը նշել էր, որ Մաշտոցին թաքցնելու միտում չեն ունեցել։ Ոլորտի փորձագետների համոզմամբ սա կրթական գերատեսչության հետ քայլն է հանրային ճնշման արդյունքում։ Այդքան էլ չի կայացել։ Ցավոք սրտի վերջին տարիներում կան շատ լուրջ մասնագետներ, որոնք բոյկոտում են դասագրքերի մրցույթների մասնակցելը։ Մասնագիտական հանդրույթի տեսակետը նախարարությունը պետք է հաշվի առնի, գործիքական ստեղծի իրենց տեսելու, իրենց արտիկը հարգելու, կարծում եմ պետք է կոնսենսուս լինի նախարարություն եւ մասնագիտական հանդրույթ։ Կրթության փորձագետները սակայն պնդում են առաջին դեպքը չէ, որ դասագրքերում տարատեսակ բաց թողումներ ու կոպտագույն սխալներ են հանդիպում։ Այս ամփոփությանը ըստ փորձագետների պարբերաբար բախվում ենք դասագիրք գրելու սեղմ ժամկետների պատճառով։ Դրանք պետք է առնվազն 1-ից 2 տարի մշակվեն։ Ստուգվում են այսպես ոտքի վրա եւ արդյունքում ունենում ենք այս վիճակը։ Մենք ավելի լավ է չափորոշիչները փորձարկելու փոխարեն փորձարկեինք դասագրքեր։ Իբր պետքա տարբեր տեսանկյուններից նայեն։ Բազմաթիվ սխալներ այդպես էլ չեն կանխարգելվում։ Կրթության մյուս փորձագետն էլ նկատում է, ճիշտ կլինի, որ դասագրքերը գնահատող հանձնաժողովների աշխատանքը մրցույթից հետո հրապարակային դառնա։ Այդ դեպքում հնարավոր է ավելի զգոն եւ ուշադիր լինեն։ Փորձաքննական հանձնաժողովի կազմը սկզբից մինչև վերջ պահում է գաղտնի մրցույթից առաջ էլ փորձաքննությունից առաջ էլ հետո էլ։ Այդ հետոն չպետք է գաղտնի մնա, որպեսզի մասնագետները իրենց հարցերը կարողանան ուղղել։ Հասարակությանը պարտավոր կլինեն պատասխաններ տալ, թե ինչու են փորձաքննության արդյունքով տվյալ դասագրքերը անցկացել կամ սխալների պատասխանատվությունը արդեն իրենց վրա կմնա եւ իրենք հաշվետու կլինեն հասարակությանը։ Փորձագետները նկատում են ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ հաճախ անտեսվում են ոլորտային մասնագետների դիտարկումները, իսկ հանրային արձագանքը դառնում է միակ գործոնը, որի արդյունքում սկսվում են փոփոխություններն ու շտկումները։ Մասնագետների գնահատմամբ այբենարանների շուրջ առաջացած այս փոփոխությունը հերթական ազդակն է, որ կրթական քաղաքականության մեջ դեռևս բացակայում է համակարգված ու մասնագիտական համաձայնության վրա հիմնված մոտեցումը։ Վստահ են, մինչև դասագրքերի մշակման գործընթացում չապահովվի մասնագիտական լայն ներգրավվածություն, թափանցիկ վերահսկողություն եւ բավարար ժամանակ, նման խնդիրներն ու հանրային դժգոհությունը չեն դադարի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, Կոմիտասի Պողոտա եւ Աղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 5 մեքենա եւ 1 շտապօգնության ավտոմեքենա։ Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2 երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, բժիշկները վիրավորներին միջև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժ օգնություն են ցուցաբերել։ Քաղաքացիները կշարունակեն կարմիր գծերի համար վճարել 160,000 դրամ, թեպետ դատարանը ավականու այդ որոշումը ոչ իրավաչափ էր ճանաչել։ Բանն այն է, որ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս անց, նույնքան ժամանակ էլ քաղաքապետարանը ունի որոշումը բողոքարկելու համար։ Ինչ տրամադրությամբ են Գորիսում պատրաստվում ամանորին, ոմանք ոգևորությամբ են սպասում ամանորին, ոմանք ստիպված շատերն էլ, ինչպես իրենք են նշում, սիրտ ու հավես չունեն նոր տարվա։ Գորիսեցիներն ամանորյա տոնակատարությունների հակասական տրամադրություններ ունեն, ոմանք տրամադրություններ չունեն, իսկ ոմանք էլ ըմբռնումով են մոտենում տոները նշելու փաստին։ Եթե ամանորը մարդ պետք է հիշի իր նորությունը, իրեն հարազատներով, բարեկամներով հավաքվեն, ուրախություն անեն։ 6 հատ երեխա կա, թորնիկներս Լենինականից եկել են, են տանը։ Պետք է դասավորենք մի կերպ ամեն օր նշենք։ Ամեն տարի նշում ենք, պարտավոր ենք։ Դա մեծ ամնացել, ինչն է։ Ինի չինի, սրանից հետո ինչ պիտի լինի։ Այս տարիքում այս հիվանդությամբ ինչ տրամադրություն։ Ձմեռ պապիկից խնդրանքներն են տարբեր առաջնային ունեցու համար խաղաղությունն է, որին հաջորդում են։ Մենք թորնիկները երեխեք սլավին են մնացածներին համար նորմալ է։ Ձմեռ պապի մեկեք, որ աշխատենք մեզ համար մեր գոյությունը ապահովենք ջիգար։ Ասում եմ, մի քիչ բարի լավ է մեր ժողովրդի կյանքը,
Հետա։ Թոշակներ մի քիչ բարձրացնի, մեծահասակները որ դինչ համեստ ապրեն։ Գորիսեցիներից շատերը սկսել են ամանորյա գնումները, հատկապես շեշտադրել են թորնիկներին եւ երեխաներին ուրախացնելը։ Դրամատուրգություններից բացա, բայց դե թորնիկներ բան ունենք, մտածում ենք էլի մի բան անենք, որ երեխոցը բան հաճելի լինի երեխաները։ Սովորական չէ։ Էլ են առաջվա նման նոր տարվա պատրաստություն չեք տեսնում։ Ինչ կլինի։ Պետք է տոնածառը սարքենք, թորնիկներին հավաքենք, ուրախանանք միասին։ Թեև շատերն էլ նշում են, որ նոր տարվա սիրտ չունեն, սակայն ամանորի գալուստի մասին վկայում է քաղաքի տոնական զարդարանքը։ Ամանորյա տրամադրությունը հատկապես նկատելի է հասարակական վայրերում, առևտրի կենտրոններում, իսկ քաղաքին տոնական շուք է հաղորդում կենտրոնական տոնածառը։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամալրատվական։ Եվ այս թողարկման վերջին լուրը Գյումրիում այս պահին բուք է, նշենք, որ այսօր երեկոյից սկսած հանրապետության ողջ տարածքում սպասվում են առատ տեղումներ։ Լրահոսը Արմենիայի ուղիղ եթերում սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։